Բարևներ բոլորի սիրելիներս, հուսամ լավ եք, լավ տրամադրություն ունեք, մի քանի րոպե կանցկացնեք մեզ հետ այս վլոգի շրջանակներում, մեկ ուրիշ ալիքի համար էի տեսանյութ պատրաստում, որոշեցի մի հատ էլ վերջում ձեզ բարևեմ, ողջունեմ, սկսեմ վլոգս։ Սիրելիներս, իրականում մի քանի տարբեր կադրեր ունեմ նկարած, որ մնացել են 2025 թվականի մեջ, վերջերս, այսինքն նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, բայց այդպես չեմ զետեղել, չեմ հասցրել էլի վլոգում ներառել, մի ամբողջական վլոգ դարձնել, այսպես ասած, բայց ոչինչ, ես ձեզ հետ կկիսվեմ Instagram-ում, ովքեր ինձ հետևում են Instagram-ում, գուցե տեսել են, որովհետև այնտեղ երբ որ ինչ-որ բան կատարվում է ու ցանկություն եմ ունենում կիսվելու հետևորդներիս հետ, տեղադրում եմ, YouTube-ում ձեզ համար նույնպես կտեղադրեմ, բայց հիմա ուզում եմ, քանի որ աչքս ընկավ այս պատին ու տեսա այս թուղթը պատին փակցրած, ուզում եմ ձեզ նույնպես ցույց տալ ու բացատրել, թե սա ինչ թուղթ է ու ինչ մեթոդ եմ ես մշակել Ռոնին մոտիվացնելու, որպեսզի ավելի շուտ քնի, որպեսզի ինքն իր կամքով առանց իմ գլուխը արտուկելու գնա պարկի իր կամքով քնի։ Իր սենյակի պատինը փակցած այս պոստերը, որ ինքը ամեն օր կարդա, ամեն օր աչքն ընկնի կարդա։ Գրված է քնիր վաղ եւ ապրիր երկար եւ ուժեղ։ Գրված է բոլոր օգուտները գիշերը ժամը 10-ից առաջ քնելու։ Ուրեմն այստեղ գիշերը 10-ից առաջ քնելը օգնում է, որպեսզի ավելի առողջ լինես եւ ավելի ուժեղ լինես։ Քո ուղեղի աշխատանքի համար է շատ լավ 10-ից շուտ քնելը, ավելի խելացի ես դառնում, ավելի սուր է դառնում միտքդ, քո սիրտն է առողջ լինում, քեզ պաշտպանում է հիվանդություններից, շուտ չես հիվանդանում, որովհետև քունը իհարկե շատ կարևոր է։ Եթե կարգին լավ չես քնում, քո իմունային համակարգը տուժում է բնականաբար։ Այստեղ քեզ էներգիա է հաղորդում, որպեսզի վազես, խաղաս եւ հաղթես։ Ավելի հանգիստ ես դառնում, երջանիկ եւ ավելի confident, ինքնավստահ եւ առողջ քունը օգնում է քեզ երկար ապրելուն։ Այստեղ վերջում էլ գրել են, որ չեմպիոնները շուտ են քնում։ Այստեղ հատուկ նշել են, որ առողջ քունը օգնում է երկար ապրելուն, որովհետև այս վերջերս մանավանդ Ռոնին շատ հետաքրքրված է կյանքի տևողությամբ, թե ինչի են մարդիկ օրինակ մաքսիմումը ամենաշատը 100 տարի ապրում, դա էլ իհարկե ցանկալի է, բոլորը կցանկանան, բայց ոչ բոլորի դեպքում է ցավոք այդպես ստացվում, ու անընդհատ ինձ հարցեր է տալիս, թե օրինակ մամա, ինչի են մարդիկ ավելի շուտ մահանում, եթե օրինակ Աստված այնպես արել, որ մարդիկ 100 տարի ապրեն գոնե, դե ասում եմ բացատրում եմ էլի իհարկե, որ կան տարբեր ֆակտորներ, թե ինչու են մարդիկ հիվանդանում, ինչից կարող է լինի եւ այլն, որ ավելի վաղ տարիքում են կյանքից հեռանում։ Շատ ժամանակ հիմնականում գիշերը, երբ մի քիչ ժամանակ ենք միասին անցկացնում, քնելուց առաջ ինչ-որ գիրք ենք կարդում կամ խաղ ենք խաղում, եթե Արեգը արթուն է ու չի թողնում մենք գիրք կարդանք միասին, կամ ինչ-որ հետաքրքիր զրույցներ ենք վարում ես ու Ռոնին, հիմնականում ես իրեն հարցնում եմ, քո օրը ոնց է անցել, մի հատ հիշի առավոտից մինչև հիմա, ինչ-որ բան հիշի, որ քեզ ժպիտ է պարգևել կամ նյարդայնացրել է, ջղայնացրել է ու ինձ պատմիր, մի հատ հələ խոսենք, ես էլ իմ առօրյայից քեզ հետ կիսվեմ իմ զգացողություններից, որ ունեցել եմ այս ամբողջ օրվա ընթացքում, այդպես խոսում ենք, ինչ-որ ինքն էլ հարցեր է տալիս, շատ հարցասեր է, շատ հարցասեր է, հետաքրքիր հարցեր է տալիս։ Տենց միշտ այդ խոսքի ընթացքում ասում եմ, մամա, ես ուզում եմ, որ դու շատ երկար ապրես։ Ովքեր որ մեր ամանորյա վլոգը տեսել են, կհիշեն, որ Ռոնին ցանկություններ էր, բարեմաղթանքներ էր ասում ինձ եւ պապային ու երկուսիս համար էլ նշեց, որ ուզում է, որ մենք երկար ապրենք, շատ ապրենք ու դա իհարկե պատահական չէր, որովհետև ինքը դրա մասին մտածում է։ Այդպես շատ անգամ ասում է, մամա, ես ուզում եմ, որ դու շատ երկար ապրես, պապան շատ երկար ապրի ու ես էլ 100 տարուց ավել ապրեմ ու մենք բոլորով միասին ապրենք 100 տարի։ Այսպեսի ցանկություն է հայտնում, ես էլ են ասում եմ, իհարկե մենք բոլորով միասին ենք լինելու, շատ երկար են ապրելու մաման, պապան, դու ընդհանրապես դրա մասին մի մտածի ու այդպես դրա համար, քանի որ ինքը շատ է ուզում երկար ապրի ու այդ հարցերն ա ուղղում մտածում այդ ուղղությամբ, այդ թեման իրեն հետաքրքիր է, դրա համար ես հատուկ նշել եմ, որ առողջ քունը օգնում է երկար ապրել։ Ինչպես նաև ինքը միշտ ուզում է հաղթող դուրս գա, ինչ որ մրցույթների է մասնակցում, դպրոցում թեկուզ քննությունների է մասնակցում, շատ բարձր, ամենաբարձր գնահատականն է ուզում ինքը ստանա, ուզում է միշտ առաջին տեղում լինի, երբ օրինակ վազքի մրցույթի է, ֆուտբոլի մրցույթի եւ այլն, ու երբ ինչ որ մի բան այն չի գնում, ինքը առաջին տեղ չի զբաղեցնում, շատ տխրում է։ Ես իհարկե իրեն բացատրում եմ, որ դու պիտի պարտությունն էլ պատվով տանես, ու պարտություններն են, որ մեզ մղում են դեպի հաղթանակ,
ու դու չպիտի ցավագին տանես այդ պարտությունը, այլ պիտի մտածես, այ ինչ է այն չարեցի, որ չհաղթեցի, մյուս անգամ ավելի լավացնես, ավելի աշխատես քո վրա եւ այլն, այդ թերության ուղղությամբ աշխատես, որպեսզի շտկես ուզում եմ ասել, որ այդ հաղթողի բանը հոգեբանություն ունի, որ ես պիտի լավագույնը անեմ, մի խոսքով հաղթեմ։ Դրա համար այստեղ նշել եմ, որ շուտ քնելը տալիս է շատ էներգիա եւ իհարկե, երբ որ ունես շատ էներգիա, կարողանում ես լավ վազես, խաղաս, ինչքան ուզում ես եւ հաղթես։ Եվ ամենավերջում, որ հաղթանակները շուտ քնողներինն է ու չեմպիոնները միշտ շուտ են քնում ու դա շատ իրեն մոտիվացրել է ու ես ասեմ, որ այդ օրվանից ինքը ասենց անընդհատ երբ օրվա մեջ մտնում ասենյակ կարդում է նախ ու երկրորդն էլ երեկոյան ժամին, ասենք 9-ի կողմերը ինքը մի հատ գալիս է աչքը գցում է, ես կարողա ցույց չտամ, որ ես տեսա, նկատեցի եւ այլն, բայց ես տեսնում եմ իհարկե ու մտածում ու ասում եմ, մամա, հիմա պիտի արդեն պարկենք, չէ՞ քնելու։ Դե իհարկե ժամը 9-ից մինչև 10-ը մինչև ես իրենց տեղավորում եմ քնելու պատրաստվում են, հոգեպես նույնպես որ հեսա պիտի քնեն արդեն, քանի որ հիմա երկուսն են ավելի դժվարացել է, Արեգը մի քիչ ավելի ուշ է քնում, քանի որ ցերեկվա ժամերին քնում է, իսկ Ռոնին օրվա մեջ շատ էներգիա է ծախսում, առավոտյան վաղ արթնանում է նաև, իհարկե մենք բոլորս ենք նույն ժամին արթնանում, ժամը 7:30-8-ին արթնանում ենք, շատ ժամանակ հենց 7-ին, ինքն գնում է ժամը 12:30 դպրոց ու գալիս է հետո դպրոցից գնում է ֆուտբոլի, գալիս է կամ երբ ֆուտբոլի չի բակային ընկերների հետ է խաղում եւ այլն ու այդպես իր էներգիան սպառվում է ամբողջությամբ ու երբ պարկում ենք արդեն ինքը գլուխը դնում է բարձին, արդեն քնում է, իսկ Արեգը, օй, Արեգի հարցը մի քիչ դժվարացել է, որովհետեւ չի թողնում Ռոնին քնի, գնում է քաշ քշում է, քթից է բռնում, մազն է քաշում, ուզում է խաղալ էլի հետը։ Մի խոսքով ժամը 9-ից մինչև 10-ը տևում է այդ գործընթացը իրենց պարկացնելու եւ այլն, մի քիչ էլ խոսում ենք, զրուցում ենք քնելուց առաջ կամ խաղ ենք խաղում, գիտեք ինչ խաղ ենք խաղում, մի օր ուղղակի մտածեցի առաջարկեմ նման խաղ խաղալ, այդ ես եմ հորինել, ոչ միտեղ չկա այդ խաղից, կամ գուցե կա, չգիտեմ, բայց ես եմ էլի հորինել։ Ասում ենք երեքով նստում ենք ծալապատիկ իրար դիմաց ու ասում ենք մեր ընտանիքի անդամների, մեր սիրելիների, բարեկամների, ընկերների անունները ու սիրտ ենք ցույց տալի ու իբր սիրտը բաբախում է կամ աստղ ենք ցույց տալիս կամ ինչ որ երգ ենք երգում, օրինակ եթե մամայի անունն ենք տալիս, մամայի մասին եթե Ռոնին ուզում է երգ է երգում կամ սիրտ է ցույց տալիս կամ եթե սիրտ չենք ուզում ցույց տալ, ժպտում ենք, նման ինչ որ բան ենք անում, Արեգներ ինձ փոքրիկ սիրտ է ցույց տալիս մատերով, մեզանից սովորել է ինքն էլ մտածելով ում անունը տա մամա, պապա, դե շատ մարդ չգիտի ու անուններն էլ չգիտի, մեր երեքիս անունն է տալիս Մի խոսքով սիրելիներս, մեկ էլ գիտեք ինչ եմ մտածել, քանի որ սա շատ լավ աշխատեց այս մեթոդը, ես նաև գրելու եմ բանջարեղենների անունները, այն բանջարեղենները, որ Ռոնին ընդհանրապես չի սիրում ուտել, մերժում է, ես դրանց անուններն եմ գրելու, դրանց մասին ինֆորմացիա, չնայած ինքը գիտի, իհարկե դպրոցում էլ անցնում, ես իրան գրքերով եմ իր համար կարդացել եւ այլն, բայց այդքան երևի համոզիչ չի եղել, որպեսզի փորձի գոնե ուտել, ես կգրեմ, օրինակ գազարն օգնում է այս օրգանին, որպեսզի ավելի, չգիտեմ, դիմացկուն լինի, ավելի լավ ծառայի մեզ, կամ օրինակ բացասական հետևանքները, եթե օրինակ գազարը ընդհանրապես չուտես, ինչ բացասական հետևանք դա կունենա քո օրգանիզմի վրա եւ այլն, մրգերը նույնպես պիտի մշակեմ ինչպես գրեմ, ու այստեղ այսպես կփակցնեմ, թող ինքը ամեն օր կարդա, տեսնեմ դա ինչպես կաշխատի ու կօգնի։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, եթե դեռ նման ինչ-որ մեթոդ չունեք մշակած, հələ փորձեք ձեր երեխաների հետ ու տեսեք արդյունքի, ինչ արդյունք է լինում, արդյունք ստանում եք, թե ոչ։ Ուրեմն նոյեմբերի վերջին իմ սիրելի հումորիստներից մեկը, իրանցի ամերիկացի Մեքս Ամինին եկել էր Մումբայի իր համերգներով եւ բնականաբար, քանի որ ես ու ամուսինս շատ ենք սիրում իրեն ու պարբերաբար դիտում ենք իր հումորային հաղորդումները, ստենդափերը, չենք կարող բաց թողնել այս հնարավորությունը ու անպայման պետք է գնայինք։ Մի խոսքով գնացինք, մի կես ժամ ուշացել էինք, ճանապարհին շատ նեղվել էինք, որ կես ժամ 40 րոպե ավելին, էլի 40 րոպե ուշացել էինք, նեղվել էինք, որ ուշացանք չոր հանգամանքներից ելնելով Մումբայի խցանումներին, չգիտեմ որ քաղաքի խցանումները կհասնեն, այնքան շատ խցանումներ են լինում, որ պիկ ժամեր են իհարկե լինում, դա երեկոյան ժամեր ու ինչքան էլ մենք շուտ դուրս եկանք տանից, բայց չկարողացանք ճիշտ ժամանակին հասնել, շատ տխրել էինք, նեղվել էինք, այդպես, բայց ես մտքիս մեջ այդպես
հույս էի փայփայում, որ գուցե ուշացած սկսվի, որովհետև սա Հնդկաստանն է, սա Մումբայն է ու ոչինչ գրեթե ճիշտ ժամանակին չի լինում, ամեն ինչ ուշացումով է լինում, մարդիկ ուշանում են, համերգները ուշ են սկսվում, ներկայացումները ուշ են սկսվում, իրենց նախատեսված ժամից, այդպես փոքրիկ հույս էի փայփայում, ոնց որ այդ միակ դեպքն էր, որ ուրախ էի էլի այդ փաստից, որ Հնդկաստանում օրինակ ուշ է ամեն ինչը սկսվում։ Ես միշտ փորձում եմ ճիշտ ժամանակին գնալ իհարկե, բայց դե շատ դեպքերում իհարկե չի ստացվում, հանգամանքները չեն թողնում։ Այս դեպքում նույնպես մենք շատ մեծ խցանման մեջ հայտնվեցինք։ Մի խոսքով գնացինք վազելով, հասել ենք տաքսուց իջել ենք ու վազելով հասել ենք մտել ենք այդ համալիր, մտանք ներս ու տեսանք, որ դեռ չի սկսվել, դեռ մի գիտարիստ գիտար է նվագում։ Ու մարդիկ սպասում են, այնքան ենք ուրախացել, վայ, ես էլ այնքան ծարավ էի, ջուրը վերջացել էր, ամբողջ ընթացքում շատ ծարավ էի, բայց մեքենան չէին կանգնեցնում, որպեսզի ջուր գնեինք, որովհետև էդ էր էլի ժամանակ տանելու մեզանից, մտածում ենք լավ կհասնենք տեղ, մի բան կանենք, բայց կոկորդս այնքան էր չորացել։ Մեր գնալուց 15 րոպե հետո միայն նոր սկսվել է այդ համերգը։ Շատ լավ հումոր ունի, շատ սուր հումոր ունի, իհարկե տեղ-տեղ նաև 18+ հումոր ունի, երեխաների համար չէ, նախատեսված այդպես մեծերի համար է միայն։ Եվ Հնդկաստանի եւ հնդիկ ժողովրդին էր, այսպես ասած անգլերենով roast անում։ These Indians went to the zoo and rented an elephant. They went to the city and they said, we want the elephant on the road. And the city's like, this never happened. They're like, we don't give a shit, we pay for it. They went to the zoo. The zookeeper goes, are you here to see the animals? Like, no, we are here to rent an elephant. They rented an elephant and the groom, Indian groom sitting on top of the elephant. Beautiful Indian outfit, magnificent. And he was wearing a turban with a mohawk. You know what I'm talking about? The mohawk. He looked like a rooster too. Նմանակում էր, ինձ որ ծիծաղաշարժ դեպքեր էր պատմում, հենց այդ իր հնդկական ակցենտով էր փորձում խոսել ու դահլիճը փլվում էր ծիծաղից, իր կյանքի մանրամասներն էլ պատմեց, ինչ որ բաներ իր ընտանիքից, ծնողներից եւ այլն։ Շոուի ընթացքում դահլիճում վերամիավորվեցին մի քույր ու եղբայր, ովքեր տարիներ շարունակ երկար ժամանակ միմյանց հետ կապ չեն ունեցել, միմյանցից ինչ որ պատճառներով նեղացած են եղել եւ եղբայրը քայլ արեց, կանգնեց, ասաց Մաքսին, որ իր քույրն էլ է դահլիճում ու իր քրոջ հետ ինքը կապ չունի, բայց շատ է ուզում միավորվել, շատ է ուզում, որ քույրն իրեն ների։ Մաքսը քրոջը խնդրեց, որպեսզի եղբորը ընդառաջ գնա եւ ոտքի կանգնի, գա ընդառաջ։ Մի խոսքով ամբողջ դահլիճը սպասում էր, որպեսզի տեսներ ով է քույրը եւ արդյոք քայլ կանի թե ոչ։ Եվ քայլ արեց, եկավ, միասին ողջագուրվեցին, ինչպես տեսակ տեսանյութում, շատ հաճելի հետաքրքիր պահեր։ I love you too. What a gracious woman, what a sweet brother. I wish you amongst all of the souls in here the most amount of blessings in your life. I wish you the best, my love. Գուցե շատերը դիմանակ ճանաչեք իրեն, ինքը հայերի մասին էլ է շատ հումորներ անում, Ամերիկայում ապրող հայերի մասնավորապես եւ Իրանում նույնպես ապրող հայերի մասին շատ լավ տեղեկացված է ու շոուներից մեկի ժամանակ ասեց, որ հայ ընկերներ ունի, այդպես ես էլ դրոշ Հայաստանի դրոշն էի հետս տարել, դրոշ հենց որպես այդպեսին դրոշ չունեի, բայց Ռոնիս վերջին րոպեին է նկարել թղթի վրա ու այդպես փակցրել է մի հատ հաստ ավելի կարտոնի վրա ոնց որ ու ներկել է Հայաստանի գույները արագ-արագ տվել է ինձ ու ես տանից դուրս եմ թռել, որովհետև ուշանում էինք արդեն ու մտածում էինք ուշանանք, եթե հենց հիմա դուրս չգանք, էլի, որովհետև նո ավելի շուտ էինք դուրս գալիս, բայց դա արդեն ուշ էր համարվում մեզ համար, որովհետև արդեն պատկերացնում էինք, որ կլինի խցանում ճանապարհին։ Այդ դրոշը վերցեցի, նստեցի դահլիճում ու երբ ասաց
Երբ ասաց ամենահեռու տեղից ով է եկել իմ համերգին, ես ասացի ես Հայաստանից եմ եկել, իհարկե դա ճիշտ չէր, որ հենց իր համերգի համար է եկել Հայաստանից Մումբայ, բայց դա ձև էր աչքի ընկնելու էլի ասելու Հայաստանի մասին, ասաց ոնց դու Հայաստանից հատուկ իմ շոուի համար ես եկել, Հայաստանից զարմացավ, ասացի որ դե չէ 10 տարի առաջ եմ եկել, բայց դե Հայաստանից եմ, հայ եմ ու դրոշն եմ ցույց տալիս, ասում այդ ինչա ձերքիդ, քո երկրի դրոշն ես բերել, ասում եմ հա, ասում եմ Ինչ ծիծաղալու զվարճալի կին է, զվարճալի կին է, այդպես ինչ որ մի բան ասեց, մեկնաբանեց, ու այդպես շոուից հետո ես մոտեցա այդ թիկնապահներին, հարցրեցի կարող եմ ներս գնալ, ես այն հայուհին եմ, ում հետ շփվեց ինքը, կթողնեք ներս գնամ, ասաց հեսա մի հատ ես կապտամ հասկանամ, այդպես չզանգեց իհարկե բանով խոսեց, ասաց որ այն հայ աղջիկն է այստեղ սպասում, ուզում է հանդիպի, թողնեմ ներս գա, ասել էր թող ներս գա, ու այդպես ես ներս գնացի։ Ժողովուրդ ներս եմ մտնում, նկարվեմ մի հատ Max Amini-ի հետ։ Շատ բացառիկ հնարավորություն է։ Հանդիպեցի, ասացի կարճ իհարկե, որովհետև էլի մի քանի հոգի կային, որ ցանկանում էին հանդիպել, թողել էին ներս։ Ասացի, որ ես իրեն շատ սիրում եմ, իր հաղորդումները շատ նայում եմ ու իսկապես իմ տարբեր տրամադրությունների, պահերի ընկերն է ինքը եղել շատ ամիսներ շարունակ, օրինակ տան գործը ցանկացած գործ անելիս ես միշտ դնում էի իր հաղորդումն էի նայում, մի հաղորդումի իսկապես մի քանի անգամ էի նայում ու միշտ ժպտում էի, միշտ այդ տրամադրությունը բարձրացնում էր ինքը։ Այդպես նկարվեցի, հետո ասացի, որ ես այն հայ աղջիկն եմ հանդիսատեսից, ասես դու այդ հայն ես, բան, այդպես ողջագուրվեցինք շատ։ Ժողովուրդ մտա, նկարվեցի իմ սիրելի հումորիստի հետ։ Which way? This way. Yeah. This way. Okay. Նկարվեցի, իմ սրտի խոսքն ասացի։ Ասացի թե իրան ինչքան եմ սիրում ու երբ տրամադրություն չունեմ, իր վիդեոներն եմ միացնում, նայում մի վիդեոն մի քանի անգամ, մի խոսքով շատ հաճելի էր։ Շատ հաճելի էմոցիաներ ապրեցի ու սենց փոքրիկ կադրեր եմ նկարել, որպեսզի զետեղ եմ ձեզ համար, հիմա կդնեմ, հաջորդիվ կտեսնեք։ And I was the shittiest comedian of all times. I was the worst comic the world had ever seen. And deep inside I knew I'll be the best. You want me to dance? Եթե իրեն ճանաչում եք, տեսել եք իր հաղորդումները, կոմենտներում գրեք։